Անկապ ասացի, ուրեմն ինքը մշակույթի, սպորտի սիրող տեղ-տվող մարդ էր։ Նա մարդ էր։ Դե ես այդպես մարզիկ չգիտեմ իրան, բայց ես ասենք այս ակումբի շախմատի դասատ ունեմ, մոտիկացել եմ իրան իմ հարցերով, սենյակի հարցով, գույքի հարցով, մարդը կար ժամանակ հատվածում առանց խոսք տալու, մեկ շաբաթ հետո կատարեց իմ ասածները։ Ես իրան չեմ էլ ընտրել եմ Լյուդվիգին, այո, բայց իրան չճանաչելով, բայց հիմա ես այս պահին խորը ցավ եմ ապրում, որ ասենք այս մարդը գործ էր անում, աշխատանք էր անում, մանկապարտեզն է ծրի սարքել, որ աշխատավարձից կարծեմ իր հրաժարվել էր, եթե չեմ սխալվում։ Տեսեք, հիմա ստացի մեղադրականով չեմ ասում, թե ինչու չեք ընտրել, ուղղակի հետաքրքիր է, դուք դրական խոսքեր եք ասում նրա հասցեն, ինչ-որ ամբողջ երեխաներն այդպես արտահայտվում, բայց ինչն է պատճառը, որ օրինակ իրեն չեք ընտրել։ Չեմ ճանաչել ես իրան, որտեղ ես բնիկ ստեյից չեմ, 15 տարի է որ գործից տան, ոնց որ շատ մարդ չեմ ճանաչում։ Այդպես համար։ Ես գրակոստանի մասով, դեպքի մասով ինչ կասի։ Ոնց որ չհավատամ, որ ինքը ասեն դժման ունենա, այլ այդ եմ ասում, որ դժվար ինքը դժման ունենալ էլի։ Չեմ հասկանում, ուղղակի մութ ես էլ մտածում եմ, ոնց կարա ասենց լինի ասենք, բայց այն է մարդու նկարը, որ նայել բարություն ամեն, այս նկարի նայելով։ Հետևան տեղանացած տարենալի դեպքերի շահունակությունը լիներ սա։ Չեմ կարծում, դժվար, որտեղ ասենք ինքը նայեք, եթե տեկուզ ինչ-որ մեկ այդ վիճաբան, ես էլ ձև գիտեմ, վիճաբանություններ ունենար, ինքը կար ժամանակը հատվածում իր բարիությամբ կարար հարթեր ամեն ինչ։ Տենց եմ ատել, այսպես։ Ինչա, իդի ճիշտ է։ Հարգել հետևողներ, այստեղ է նաև Վոլոդյա Գրիգորյանի ուսուցչուհին։ Ինչ վատ բաներ ա կատարվում շուրջս, ես որը կապեմ ինչի հետ, իս ինչա, իսի արհավիրք կարելի անվանել։ Ինչպիսի աշակերտ էր Վոլոդյա Գրիգորյանը։ Շատ լավ, ընտիր, բայց ձեզ թվում է ես ինչի եմ եկել։ Այո, Գևորգյան Շողիկ։ Մաթեմատիկա, 4 դասանից մինչև 10 տվել։ Ինչպես կնկարագրեք, Տիկին Գևորգյան, գիտեմ, որ հուզմունքը մեծ է ամեն դեպքում, որպեսզի մեր դիտողներն էլ ճանաչեն Վոլոդյա Գրիգորյանի մարդ տեսակ։ Ընտիր մարդ տեսակ, ոչ մի թերություն չուներ ինքը, ոչ մի խելոք, խելացի, բանիմաց, կիրթ, պահելու ձևը իրա։ Եթե մի բան էլ թերանում էր, կատակի էինք տալիս անցնում էր, այնքան լավ մարդ էր։ Լավ էր սովորում։ Ոչինչ, ես իրան 4 եմ գնահատել։ Այն ժամանակ 5 բալանոց էր, ես իրան 4 եմ գնահատել։ Բայց վարքով ու մարդասակով երևի։ Վարքով ասելու բան չի։ Ընտիր, համեստ։ Ես մի անգամ եկա գյուղապետարան, նստած կանոնավոր սպասում էի, որ հերթս գա մտնեմ իրա մոտ, դուռը բացեց ու անմիջապես ասեց ընկեր Գևորգյան, եկեք ներս, ասեցի ինձանից առաջ մարդիկ կան, ասեց ոչինչ դուք եկեք, հարգանք այնքան մեծ էր, այնքան մեծ։ Այս 5-6 ամիսների ընթացքում ասում բավականին մեծ աշխատանք է շատ որ դուք տեսել եք, որ ես տեսել եմ հենց մանկապարտեզները անվճար, այո, գյուղում ինչքան թերություններ կար, ուղարկումներ վերացնում էին, գյուղապետարանով էր տեսել տենց, տուալետից բռնացրած կներեք, ամեն ինչը նորմալ վիճակի մեջ ա դրել, շատ նրբանկար, ես հիշում եմ մի դեպք, որ իմ դասարանը ռեմոնտ արած չէր, մրոտ պատերով դասարան էր, զանգեցի, ասացի, Վալոդյա, իմ դասարանը սենց վիճակում ա, ես տեղ չեմ ոնց մտնեմ, աշակերտներից ոնց տանեմ, ասեց հոգ մի արեք ընկեր Գևորգյան, մի շաբաթվա ընթացքում ռեմոնտ արեց իր ուժերով, այն ժամանակ գյուղապետ չէր,
Այսինքն նույնիսկ գյուղապետ չլինելով Հա, համայնքի ինքը ձեռք էր մեկնում, հա։ Լուրի մասին ինչպես տեղեկացաք դուք ցավալի լուրի։ Այդ ցավալի լուրի մասին իմ ընկերուհին զանգեց, որը ապրում է իրանց կարելի ասել հարևանությամբ։ Դուք մերձավանից եք։ Ես մերձավանից չեմ։ Ես հարակար համայնքից եմ, բայց աշխատել եմ 40 տարի մերձավանում, դեռ ավել 42 տարի։ Զանգեց տեղեկացրեց ձեզ։ Զանգեց տեղեկացրեց, հա։ Իսկ դիմակավորված անձի հետ կապված մինչև այս պահը ձեռնարկված անձ չկա, դիմակավորված անձը կապված է անհետացել։ Աղջիկ ջան, քեզ ինչ է թվում, որ ուզենան այդ դիմակավորված անձին բռնեն։ Ինչքան ժամանակ է տևելու։ Թող մի օր, ես չգիտեմ ուզում են, որ ուզեն կբռնեն։ Իսկ ինչը կարող է լինել նման արտադրական պատճառը։ Այդ չեմ կարող ասել։ Ինքը ոչ մեկին վատություն չէր անում։ Թշնամիներ Չուներ, չէ, տենց բան չկար։ Շնորհակալ եմ Տիկին Գևորգյան։ Ցավակցություն։ Արգել հետևորդներ դուք տեսաք ներքին գործերի նախարարն ու ոստիկանության բարձրաստիճան կազմը եկավ օկեանգստի սրա ցավակցելու Փարաքարի համայնքապետին Արփինե Սարգսյանին ուղեկցում էին ոստիկանության եւ ներքին գործերի նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այստեղից արի ոստիկանապետ Արամ Ղազարյանի հետ աղբերս թողել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է ոստիկանապետ Արամ Ղազարյանի հետ եկել ցավակցելու Վալոդյա Գրիգորյանին
Տիկին նախարարով պիտի կանխեր այս իրավիճակը եւ ովքեր են պատասխանատու։ Եմ պապեր տեղչի հարցազրույցի խնդրում եմ Ձեր պատասխանատվությունը զգում եք։ նախարար մեկ օրից ավելի անցել է հնարավոր ինչ է հնարավոր դեպք բարձր Հարվածնի հարկելի հետևողներ, այստեղ ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանն էր, նա լրատվամիջոցների հարցադրումներին չպատասխանեց, նշելով, որ պատը տեղը չէ, ամեն դեպքում այն հարցերը, որոնք հնչեցնում ենք մենք, այս պահին հուզում է նաև հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների, թե ինչու չստացվեց կանխել իրավիճակը։ Պարոն Սարգսյան, ուշ միացանք, ինչ մանրամասներ եք տիրապետում։ Այստեղ հարցազրույցի վայր չի ուղղակի։ Ամեն դեպքում ինչ մանրամասներ կան այս պահին։ Հարցազրույց չի, բոլորին մտահոգող թեմաներ են։ Մանրամասներ լինելու դեպքում մենք ձեզ հայտնում ենք եւ կհայտնենք։ Այս պահին կարող եք ասել տեսախցիկների ուսումնասիրությունը Հայաստան մուտքերի ուսումնասիրությունը ինչ է այս պահին շոշափելի ինչ որ դրական արդյունքներ կան չեմ կարող այս պահին որը բան Ծանր տեսարաններ ներցնող ծանր իրավիճակ է ձեր վիճակը եւ տեսնեմ բայց կխնդրենք ձեր խոսքը ասել Վալոդյա Գրիգորյանի կատարվածի մասին Այս կորստը բոլորս համար լավագույն ընկեր ենք կորցրել մեծ հայրենասեր թիմակից նաեւ առաջին արդեն կորստը համայնքի համար որովհետեւ այս կարճ ժամանակում Վալոդյան հասցրեց անել առել իր աշխատանք սիրվել հարգվել համայնքի բնակիչների կողմից բոլորի համար մեծ կորուստ դեմ խոսքեր չկան ծանր է առաջին հերթին իհարկե Դեպքի մասով ինչ է երկու օր անցել արդեն եւ դեռ ոչ կասկածյալ կա ոչ մեղադրյալ ոչ որևէ մեկը հայտնաբերվել կամ ձեռնարկվել իրավապահ մարմինների պատասխանատվությունն է երկրի ղեկավարի գլխավորությամբ, որովհետև անկախ նրանից թե սպանության պատճառները ինչն են, սպանին վարկածներ չեմ ուզի քննարկել, բայց երբ ավտոմատիկ կրակահերթով մարդիկ են սպանվում փողոցում, միանշանակ իրավապահ համակարգի բաց թողումն է, երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը եւ փոխանակ դրանով զբաղվեն իրավապահ համակարգը չգիտես ինչով է զբաղվում եւ այո արդեն երկու օր է անցել է եւ առնվազն որևէ տեղեկություն չկա կասկածյալների ձերբակալվածների հուսում ենք որ մեղավորները կպատժվեն մենք անելու ենք առավելագույնը որ հետևողական ենք լինելու առնվազն գոնե հաշվի առնելով որ իրավապահ համակարգի պատասխանատվությունն է եւ օրենքի շրջանակներից դուրս որովհետեւ լուծում չունի այս հարցը մեղավորները պետք է բացահայտվեն եւ դատարանում Այսօրին այս ամենտակ որոշակի շրջանակների քաղաքական ենթատեքստ են դնում ինչը բորբոքել էր ԿՊԱ-ականների էմոցիաները նրանք ֆոնդում են մեղադրում են ասում են դուք ոնց որ ուրիշի մաբան հաշվին փորձում եք դիվիդենդ հավաքել այստեղ որևէ քաղաքական պատվեր չկա քիչ առաջ Արմավիրի մարզպետը եկավ եւ առավոտյան մեզ ասում էր որ քաղաքական պատվերը բացառում են դուք քաղաքական ենթատեքստեր տանում տեսնում եք նկատել եմ նման ծայրահեղ մոտեցումներ Վալոդյա Գրիգորյանը առաջին հերթին իմ ընկերն է մեր ընկերն է եւ մեր համար սա անձնական ողբերգություն է եւ այս պահին որովհետեւ մոտիվ չենք տեսնում եւ մեր դիրքորոշումը Սուտանը որ մենք կորցրել ենք մեր ընկերոջը եւ նաեւ խնդրում եմ բոլորին զերծ մնալ ծայրահեղ շահարկումներից Ծայրահեղը քաղաքական է նկատի ունեք եւ քաղաքական մոտիվ չեք տեսնում քաղաքական ծայրահեղ շահարկումներից առնվազն այս պահին զերծ կմնանք որևէ մոտիվի մեկնաբանություն տալուց իրավապահ համակարգի եւ իշխանությունների նաեւ պատասխանատվությունը կանում է նրանում որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը եւ դրանով փարատեն
որևէ կասկած, որևէ մտահոգություն եւ դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ, նաեւ հիշենք, որ սպանվածներից մյուսը Վարուձագիրի կանոնները Կարենը ոստիկանության ծառայող այո, եթե ես այնպես ընտրել եմ, ոստիկանության ծառայողը եւ ոստիկանությունը կարծում եմ նաեւ այդ մասով պատվախնդրություն պետք է դրսևորի։ Իդեպ ոստիկանապետն ու ներքին գործերի նախարարը քիչ առաջ այստեղ են, դուք տեսաք, իհարկե որևէ բան չմեկնաբանեցին, չցանկացան խոսել եւ նորություն էլ չունեն, ճիշտ ասած ասելու դեպքի հետ կապված։ Դուք իրենց ուղիղ պատասխանատվությունը տեսնում եք թերացման, վատ աշխատանքի կամ չգիտեմ, ջուր մատների արանքով նայելու մասով, ընդհանուր իրավիճակին։ Երկրում հանցագործության չկանխարգելման պատասխանատվությունը իրավահամակարգի ղեկավարությանն է։ Նորության հետ գրեմ, առնվազն այն, որ երկրով մեկ վխտում է ապօրինի զենքեր եւ այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում, դա ծնում է հանցագործություն։ Այսինքն ոչ թե պետք է հենց այդ հանցագործության պահին կանխարգելվի։ Ես չեմ ուզում մասնագիտական մեկնաբանություններ տալ, բայց իրավահամակարգը շատ լավ է տիրապետում երկրում հանցագործության պոտենցիալ ունեցող շրջանակներին, առավել ևս փոքր բնակավայրերում եւ այդ ուղղությամբ աշխատանքները թերացել են, ինչը բարձր թողի վիճակում է։ ակնհայտ է հանրապետությունում հանցագործությունների կտրուկ աճը եւ նաեւ Բեսպրիձելը արդեն այն մակարդակի է ասել, որ նման դեպքերը յուրաքանչյուր պահի կարող են պատահել։ Խնդիրը միայն Վարուձագիրի քաղաքական կարգավիճակը չէ, ցանկացած մարդու նման ձևի ողբերգական մահը իշխանությունների բաստողումն է եւ այդ ուղղությամբ աշխատանքները իրական թերանում են։ Եվ մի բան էլ պարոն Արաքելյան, այս դեպքը, այս ողբերգական դեպքը կապ ունի արդյոք Պետրովանին այս համայնքում նորից տեղի ունեցած կրակոցների ավելի ողբերգության հետ։ Այն ժամանակ էլ մարտվեց մեկը մյուսի շարունակությունը կամ վրեժխնդիր կարող է լինել։ Վարուձագիրի քահանա եւ իր ընտանիքը որովհետեւ առնչություն չեն ունեցել այդ ամիսներ առաջ տեղ ունեցած դեպքի հետ, հետեւաբար բացառում եմ, որ այդ դեպքի հետ կապ ունենա, որովհետեւ առնչություն նման միջավայրի Գրիգորյանը չի ունեցել։ Կարծես քաղաքական խմբային առումով հակառակորդներ են այստեղի խմբերի բաժանված են, այդպես ասենք։ Այո, եղել են որոշակի լարվածություն, այդ լարվածությունը նաև հրապարակային դուք եք ականատես եղել, բայց նման մտահոգություն, նման միտում Վարուձագիրի կողմից չի նկատվել, որովհետև գրեթե ամենօրյա շփման մեջ եմ եղել իր հետ, լծված էր աշխատանքին, ամենօրյա առաջիկա ամիսներին, նույնիսկ ավելի երկարաժամկետ ծրագրերով, այդ օրն է բարձր տրամադրություն ուներ, առաջիկայում հաջորդ շաբաթ նաև Փարաքարի տոնն էր, մեծ ոգևորությամբ պատրաստվում էր այդ օրվան, ամբողջ թիմով, հետևաբար որևիցե մտահոգություն, որ հնարավոր է ինչ-որ մարդկանց հետ լարվածություն լինի, որը կարող է նման խնդիրների բերի, իր մոտ չի եղել միանշանակ։ Տարվածի վերաբերյալ ձեր դիրքորոշումը։ Եկել է ժողովրդյան, իհարկե վատ բան է եղել, ինչ դիրքորոշում պետք է Չէ, նկատի ունի։ ցավա Պատասխանատուներն ովքեր են։ չեն կարող ասենք։ Ես դրա մասին տեղյակ չեմ, ընդհանրապես պատկերացնել չեմ կարող ունենամ։ Եվ համակարգը տեղյակ է, ինձ թվում է հավելյալ հայտարարություններ կան իս դրա։ Բոլորը, չէ, ոչ, ընդհանրապես։ Ինչպես եք հիշում Վոլոդյա Գրիգորյան։ Եկել է ժողովուրդ։ Պարոն Խաչատրյան, պատասխանատվության մասին հարցադրումներ են հնչում։ Այս իշխանությունը, ձեր իշխանությունը պատասխանատվություն կրում է կատարվածի համար, թե ոչ, ըստ ձեզ։ Ամեն ինչի համար է կրում իշխանությունը պատասխանատվություն։ Ոնց է դարձած այդ կրելը։ Դուք բոլորդ ապրում եք ստեղ։ Գործնականով ոնց են ստեղծում այդ պատասխանատվությունը։ Դուք ապրել եք, տեսել եք տարիներ առաջ ոնց է եղել ու հիմա ոնց է։ Ակնհայտ երևում է, որ տարբերություն կա։ Այդ պատասխանատվությունը եթե նայեք, այսօր լուսավոր է որ նաև մարդիկ էլ հասկանան այդ տարբերությունը։ ես ձեզ շատ հարգում եմ, ձեր աշխատանքը շատ հարգում եմ։ Ժողովուրդ ջան, հիմա տեղը չի, ժամանակը չի։ Դուք նորմալ եք համարում ես։ Չէ, դե գիտեք հիմա մտահոգիչ հարցադրումներ են հնչում, այս մարզի մարզպետն էլ դուք եք, ու նաև այդ հարցադրումներն իդեպ ձեր քաղաքական առաջնորդն է բարձրացրել, ով պիտի կանխարգել։ Ժամանակից շուտ հրապարակումներ, մեկնաբանություններ պետք չի անել։ Կա քրեական գործ հարուցված,
եւ հանգամանքները կպարզվեն, ես այսօր էլ ասել եմ, կրկնում եմ, բոլոր մեղավորները պատասխանատու ժամանակի թվին արդեն արել։ Պարոն Գրիգորյանի հետ եւ վերջին անգամ երբ եք Պարոն Գրիգորյանի հետ լավ հարաբերություն ունեմ, կարճ ժամանակահատվածում հասցրել ենք ընկերանանք եւ երեք պիտի հանդիպեինք մենք, շնորհակալ եմ, հետ չեմ կարող։ Ողբերգական ցնցող միջադեպ Հայաստանի Հանրապետությանը հարված ընդդիմադիր դաշտին, նախ սպասելիքները ինչպես կբացահայտվի, թե ոչ եւ ովքեր են պատասխանատուները։ Նախ եւ առաջ ցավակցություններս Պալոձա Գրիգորյանի ընտանիքին եւ հարազատներին, իսկապես երեք առավոտը մեզ համար շատ ցնցող էր եւ ողբերգական մարդկային առումով, որովհետև կյանքից հեռացավ եռանդուն քաղաքացի կառավարման ոլորտում փորձառու եռանդուն բանիմաց եւ կարողունակ մարդ, որը կարողացավ շատ հաջող արդյունքներ գրանցել եւ ղեկավարել բավական այսպես մեծ համայնք։ Սա ես հանրային տեսանկյունից դիտարկում եմ մեծ հարված Հայաստանի ժողովրդավարությանը, մեծ հարված տեղական ինքնակառավարմանը, որովհետև անկեղծ ասած ես օրինաչափության շղթայի մի մաս եմ դիտում, այլ կերպ չեմ կարող չդիտել, որովհետև տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներում միշտ ժողովրդի կամքը տեղ չի հասնում։ Եվ սա ժողովրդի կամքը տեղ չհասնելու ամենաողբերգական ձևն է։ Արդյունքը այդ տեսանկյունից է, ինձ իրավունք չեմ վերապահում իրավական գնահատականներ տալու տեսանկյունից։ Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվության հանգամանքներին, ապա բնականաբար այդ մասին արդեն իսկ խոսվել է եւ եթե այս ամենը ինչ որ մի շղթայի իմաստներ, պետք է այդ ամեն ինչը ժամանակին կանխարգելվեր։ Երևս շնորհակալություն։